ինչ անել, որ շատ անկման չգնա։ Ակնհայտ է, որ այսօր մեր կյանքում կան բազմաթիվ խնդիրներ։ Ակնհայտ է, որ այսօր մեր քաղաքացին չի ապրում այնպես, ինչպես մենք կցանկանայինք, բայց ակնհայտ է, որ այսօր իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը դառնա ավելի լավը։ Հարգելի Մենուա, այո, որ դուք ասում եք, ակնհայտ է, որ մենք այնպես չենք ապրում, բայց ակնհայտ է, որ տնտեսության կայացման, որպեսզի շատ անկում չլինի, ամեն ինչ արվել է եւ այլն, տվյալներ, տնտեսական, մակրոտնտեսական տվյալներ, ամեն ինչը որ ասում եք, ես լսում եմ նույն այդ խոսքերը Հանրապետական կուսակցության միջին կամ ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից։ Հիմա եթե ասում եք, թե երիտասարդները պիտի գան, նոր լիցք հաղորդեն, թարմշունչ հաղորդեն, փոփոխություններ անեն եւ այլն, ես տեսնում եմ, որ նույն մտածելակերպը, այսինքն տարիներ շարունակ ասում ենք, գիտեք ժողովուրդ, մենք չենք ասում խնդիրներ չունենք, խնդիրներ շատ ունենք, բայց մենք անում ենք մեր տնտեսական տվյալները, մեր մակրոտնտեսական տվյալները, ժողովուրդը արդեն հոգնել է տնտեսական տվյալներից էլ, մակրոտնտեսական տվյալներից էլ, ինքը ուզում է, որ իր հայրենիքում ինքն իրացվի, երբեք էլ շատ լավ չի ապրել, բայց այդ վատ ապրելը երբեք պատճառ չի դարձել արտագաղթի, այսօր արտագաղթում է այդ պատճառով։ Այդ մակրոտնտեսական տվյալներն ու տնտեսական տվյալները ում են պետք։ Ես ասեմ ձեզ։ Փոխեք երիտասարդը գոնե դուք ասեք, հա, սխալ են արել։ Չէ, խնդիրը ասեմ ձեզ ինչու է կայանում։ Մենք եւ երիտասարդ եւ տարեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այդ առանձնահատկություն ունի։ Եթե մենք սխալ ենք, ասում ենք սխալ ենք, բայց խնդիրը կայանում է նրանում, հարգելի Արտուր, որ իրոք այն ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը տիրեց ամբողջ աշխարհում, Հայաստանը կարողացավ մաքսիմալ փոքր կորուստներով դուրս գալ ամեն ինչից։ Աշխարհում Մեծ Բրիտանիայում, Բելգիայում բանկային համակարգեր քանդվեցին։ Մենք տեսնում ենք, որ մեր բանկային համակարգը չքանդվեց։ Մեր բանկային համակարգը չի քանդվում սովորական մարդու հաշվին, որովհետև գյուղատնտեսության վարկը փոխանակ տան 6-7%-ով, 8%-ով տալիս են 24%։ Բայց եթե նկատեցիք այս տարի 24% չկար, այս տարի կառավարությունը 9% դարձրեց եւ այո, այս տարի 9%-ով է։ Բայց ինչի՞ ժամանակ չէր կարելի, որպեսզի այդ գյուղատնտեսության հերը չանիծվեր, գյուղացիներ չթողներ կար քաղաք տաքսի քշելու կամ մարտագաղթ։ Հարգելի Արտուր, ես ինքս երկար տարիներ հաղորդումներ եմ վարել, հարցադրումներ անելը բավականին հեշտ է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ այնինչ այսօր անում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, հավատացեք, անում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Շատ դժվար է հիմա բառերով բացատրել, թե ինչ է կատարվում, բայց միևնույնն է, եթե դուք նայում եք թվերը, այդ թվերը խոսում են նրան մասին, որ մեր երկիրը քիչ թե շատ արդեն դուրս է գալիս տնտեսա-ֆինանսական ճգնաժամից։ Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին բավականին մեծ գումարներ են մտել դրսում աշխատող հայերի շնորհիվ։ Ֆինանսատնտեսական հիմա չեն մտնում այդ գումարները։ Գնացեք, որ աշխատեք։ Ոչ, չեն ասում գնացեք, խնդիրը կայանում է նրանում, որ այսօր այդ մարդիկ, որոնք դուրսն են վարչապետի խոսքը վերցրեք, կարդացեք, ասում է, հա դրա մեջ ոչ մի բան չկա, եթե մարդը մոբիլ է, այդ գիտելիքների հետ իրապետում, լեզուների հետ իրապետում, թող գնա աշխատի, տրանսպորտներն էլ ուղարկի Հայաստան, ինչ է պատահում։ Այսինքն ժողովրդագրական խնդիրը այն ազգային պահպանողական մեր հայրենիքը եւ այլն այդ բաներից դուրս է, այսինքն եվրոպական ավելի գլոբալիզացված մտածողության տեղ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատկերացումները, որքան էլ որ միտված լինեն Հայաստանը դարձնելու ավելի քաղաքակիրթ պետություն, դա չի կարելի ձևակերպել ուղղակի, որ մենք ցանկանում ենք եվրոպական արժեքները կուրորեն բերել եւ ներմուծել մեր հասարակություն։ Ոչ, մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք եւ ես ուզում եմ տնտեսական թեմային անդրադառնալ։ Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի իր տնտեսությունը զարգացնի, մենք պետք է հիմնականում հասկանանք մի քանի բան։ Հետևյալն է ամբողջ խնդիրը։ Մենք պետք է տեղական արտադրություն զարգացնենք, կարծում եմ համաձայն եք։ Մենք պետք է կարողանանք այն գումարները, որոնք մտնում են Հայաստան վարկերի տեսքով կամ մարդկանց օգնություն ուղարկելի տեսքով, սրսկենք այն հատվածները, որոնք որ կարող են տնտեսություն զարգացնել, եւ մենք պետք է շինարարության այն տեպը, որը տրվել էր 98 թվականից հետո, կարողանանք պահել։ Խնդիրը կայանում է նրանում, որ ով է լիներ իշխանության, այն մթնոլորտը, որը տիրում էր ամբողջ աշխարհում ֆինանսատնտեսական առումով, մենք չէինք կարող դրանք ամբողջությամբ լիարժեք անել, բայց ի պատիվ մեզ, մենք գոնե կարողացանք այնպես անել, որ մեր կայացած համակարգերը չփլուզվեն։ Մենք կարողացել ենք բանկային համակարգը պահել, ինքը չի քանդվել։ Իսկ դա շատ կարևոր է, որովհետեւ այդտեղ մարդկանց ավանդներն է։ Եթե քանդվեր այսօր լիքը մարդիկ ասեին տվեք մեր ավանդները, դա կառավարության հաշվին է բանկային համակարգը։ Ոչ, հարգելի Արտուր, մենք բանկային համակարգը, չգիտեմ, ամբողջ աշխարհում նայեք, քանի տոկոսով Հայաստանում կա վարկ, չկա։ 2 տարի առաջ է դեր։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում վարկային տոկոսադրույքները եւ մարման ժամկետները բավականին փոխվել են։ Եթե ժամանակին մենք տալիս էինք 3 տարով, այսօր արդեն 10 տարով վարկեր են։ Բայց արդեն վարկ վերցնող չկա, որովհետեւ ժամանակ մարդը չկա, կամ թողել արտաքաղթել է, կամ էլ այստեղ այնքան է սնանկացել, որ չունի այդ հնարավորությունը։ Չկա, հարգելի Արտուր, որովհետեւ Հայաստան մտնող օգնությունները նույն մեր հայրենակիցների քչացել են, որովհետեւ նույն Ռուսաստանում եւ Եվրոպայում մարդը, որը աշխատում եւ $500 ուղարկում էր տուն, հիմա $100 է ուղարկում, որովհետև այնտեղ էլ է ֆինանսատնտեսական ճգնաժամ։ Ես ուղղակի եթե թույլ տաք մեկ բառով ամփոփեմ։
միշտ կառավարությունների եւ իշխող կուսակցությունների համար շատ դժվար է լինում սեփական արածը ցույց տալը, որովհետեւ ինչքան էլ դու փորձես շատ անել, միևնույնն է դժգոհ մասան մեր նման երկրներում բավականին մեծ է։ Սեփական արածը կարելի է տեսնել։ Շատ ուղիղ աչքով, անզեն աչքով կարելի է տեսնել 3 շիշ Z-ը բաժանելու ժամանակ, թե մարդիկ ինչ վիճակի են հայտնվում, այս սեփական արածը կարելի է գնալ էթերների մեջ տեսնել։ Ես կարծում եմ հետեւյալը։ Գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ ես վստահ եմ դրանում, միգուցե դուք իմ հետ չհամաձայնվեք, մեր քաղաքացիների մեջ հավատը դեպի հանրապետական կուսակցություն, դեպի երկրի նախագահ կա։ Ես դա տեսնում եմ, միգուցե դուք դա չեք տեսնում, ես դա տեսնում եմ։ Եվ սա հենց ամենակարևորագույն խնդիրն է, որ մարդիկ այսօր էլի այդ դժվարությունները կրելով կանգնելու են եւ նախագահի հանրապետականի կողքին։ Այսպես է, գիտեք, ծայրահեղական մոտեցումներից ես հեռու եմ։ Ասենք շատերը եւ հասարակության մեջ եւ հանրային լայն սպեկտրում եւ քաղաքական ուժերի մեջ ասում են առաջիկա ընտրություններին հանրապետականը արդար ընտրությունների պարագայում կհավաքի 0% ձայն։ Ես իհարկե չեմ կարծում, որ հանրապետականը 0% ձայն ունի, որովհետեւ ցանկացած իշխանություն լինի գյուղապետից մինչեւ հանրապետական իշխանությունը, եթե իշխանություն ես, գործող իշխանություն ես, առնվազն 10, 12, 15, 18, չգիտեմ ինչ որ, այդքան վստահության տոկոս կլինի։ Մենք ինքներս շփվում ենք մարդկանց հետ, ապրում ենք մարդկանց մեջ, ասել, որ բոլորը խանդավառված են եւ բոլորը հիացած են հանրապետական կուսակցությունով, դա այդպես չէ, մենք բոլորս դա հասկանում ենք, բայց հավատացեք, հասարակության մեծ մասը ինքը հասկանում է, որ այսօրվա իշխանությունը ամեն ինչ անում է իր համար։ Այսօրվա իշխանությունը ինքը բաղկացած է 3 քաղաքական ուժերից, ես ուզում եմ խոսել հանրապետականի մասին։ Մեր կուսակցությունը, ինքը հայ մարդկանց կուսակցությունն է։ Մեր կուսակցությունը, հավատացեք, սրիկաների ու լկտիների կուսակցություն։ Հիմա հայ մարդկանց կուսակցությունը ինչպես է վերաբերում Հայաստանի Հանրապետությունում ազգային պահպանողական կուսակցությունը ինչպես է վերաբերում Պուտինի ակումբների ստեղծմանը։ Ես կարող եմ իմ անձնական դիրքորոշումը ասել եւ վստահ եմ, որ իմ կուսակցության անդամների մեծ մասն էլ իմ դիրքորոշումն ունեն։ Դա կարծում եմ անհեթեթ գաղափար է։ Ինչու՞։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բավականին մեծ գին է վճարել սեփական նախագահային ընտրելու իրավունքը ձեռք բերելու համար։ Եվ ինչքան էլ Ռուսաստանը լինի մեր դաշնակիցը, ինչքան էլ Ռուսաստանը լինի մեր քաղաքական ավագ ընկերը կամ չգիտեմ ինչ ձևակերպումներ փորձենք տանք, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է։ Եվ մենք պետք է հարգենք, սիրենք մեր երկրի ղեկավարին, այլ ոչ ուրիշ ղեկավարների անուններով ակումբներ բացենք։ Սա մի քանի երիտասարդների անունով գիտեք, սա մի քանի երիտասարդների խնդիր է, որը ես չեմ կարծում, որովհետեւ հայ մարդ գնահատում է կամ որովհետեւ հայ մարդ այստեղ պետք է ողջունի։ Լավ, հասկացա։ Հիմա ես ժամանակ է մնացել, մի հարց էլ տամ, ուրեմն այս ամբողջ ընթացքում քաղաքական գրեթե ողջ սպեկտրը մեծ ու փոքր կուսակցություններ, անկախ գույնից, քաղաքական դաշտում ունեցած իրենց դերակատարությունից, ազդեցությունից եւ այլն, համախմբվել են մի գաղափարի շուրջ։ Ասում են՝ սիրելի իշխանություն, եթե դու հայտարարում ես, թե լավ ընտրություն ես ուզում անել, եթե ուզում ես արդար ընտրություն ես անում, մենք բոլորս միասին կարծում ենք, որ լավ ընտրություն, այսինքն ընտրությունների որակը էականորեն կարող է մեծամասնական։ Հիմա ինչ է հանրապետական, չէ, ժամանակը չի եղբայր, ինչի ժամանակ, երբ է կարող ժամանակ։ 20 տարիների այս ընթացքում հանրապետական կուսակցությունը միշտ էլ կողմնակից է եղել, որ մեծամասնական տեղերը կչանա։ Եվ եթե հիշում եք, եթե դուք հիշում եք, այս 41 թիվը օթից չի եկել, հարգելի Արտուր, սա մեր պայքարի արդյունքում է իջել դառել 41 ժամանակին 2 անգամ ավել։ Իհարկե նույն հանրապետականը քայլեր արեց, որ դառնա 41։ Այս հիմա հաջորդ հարցը կարող եմ տալ։ Ինչու են այդ ուժերը 4 տարի լռելուց հետո այ հիմա նոր եկել ընտրություններին 3 ամիս ժամանակ ամենացել ուզում են փոխել։ Եթե նույնիսկ դուք օրենսդրությունը փոխեք, ժամանակ չեք ունենալու այդ ընտրական հանձնաժողովները ձևավորելու եւ ձեզ ավելին ասեմ։ Այդ ով է ասում, որ խնդիր չկա ընտրական հանձնաժողովները, այսպես թե այնպես, հիմա եթե եւ մեծամասնական եւ համամասնական այդ ընտրական հանձնաժողովները ձևավորվում են, դրա համար բացարձակ ժամանակի խնդիր։ Դրա համար իրոք խնդիր կա ժամանակի եւ ձեզ ասեմ նաեւ հակառակ կողմը, հա։ Տեսեք, դուք ասում եք, չէ, մենք մեծամասնականները վերացնենք, պահենք միայն համամասնականները։ Այո, այսօր կան շատ մեծամասնական падգամավորներ, որոնք իրավունք չունեն ընդհանրապես խորհրդարան մտնելու կամ խորհրդարանի անունից խոսել, թե ոչինչ չեն արել։ Բայց ես կարող եմ լիքը անուններ տալ, որոնք իրենց ընտրատարածքների հետ կապն են պահում։ Այսինքն միանշանակորեն ասել, որ մեծամասնականը շատ վատն է, դա այդպես չէ։ Եվ շատ երկրներում, որտեղ մեծամասնականը հանում են, երկրորդ պալատ են դնում, որպեսզի կապը լինի։ Այսինքն մենք ուղղակի քաղաքական PR անելու համար այսօր ասում ենք, որ եկեք հանենք մեծամասնականը, դա այդպես չի։ Քաղաքական PR-ի համար չի, արգումենտն այն է, որ մեծամասնականներով ընտրվածները ամենաքիչն են օրենսդրական գործունեությամբ աշխատում, ամենաքիչն
Վիկտոր Դալակյանը ընտրվել է մեծամասնականով ամենաակտիվ օրենսդրական գործունեությամբ զբաղվող падգամավորներից է եւ հանրապետական էլ չէ։ Եթե ուսումնասիրեք թվային տվյալները, հենց ազգային ժողովի կայքում ով ինչքանով է զբաղվել կամ հետևեք մեր լրատվությանը, մենք ամեն օր մեկ մեծամասնականի անդրադառնում ենք։ Ընդհանուր եզրահանգումը հաստատ չի տարբերվում։ Ես կարծում եմ հարգելի Արտուր, եթե մենք պետք է մեծամասնականը վերացնենք, որը որ ես էլ ինքս մտածում եմ, որ ապագայում մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Մենք ուրեմն պետք է մտածենք վերին պալատի գաղափարի մասին։ Միևնույնն է, կապը մարզերի եւ քաղաքի ինչ որ մեկը պետք է պահի։ Ամբողջ ռեսուրսը դնել միայն այն, որ մարզպետը կամ քաղաքապետերը պետք է ներկայացնեն իրենց մարզի հոգսերը քաղաքում, ես դրա հետ համաձայն չեմ։ Մենք падգամավոր օրենսդրական աշխատանքի համար է տեղական խնդիրները, դրա համար կան եւ տարածքային կառավարման մարմիններ, մարզպետարաններ եւ տեղական ինքնակառավարման մարմիններ։ Բայց օրենսդիր մարմնում պետք է մարզը ունենա իր ներկայացուցիչը, որովհետեւ ես մեկ բան ասեմ, տեղական եւ տարածքային կառավարման հանձնաժողով թող հետևեն, բայց այդ խնդիրները, տեղական խնդիրները, տեղական տարածքային խնդիրները, տեղական տարածքային մարմիններն են։ Եթե թույլ տաք հարգելի Արտուր, մեկ բառ էլ ասեմ, ընտրություններից հետո 1-2 կուսակցություն կարող եք հիշել, որ մարզերում իրենց գրասենյակները չեն փակում։ Այսինքն համամասնականն էլ իր խնդրեմ ունի։ Մենք հələ չենք կայացել այնքան, որ ուղղակի մարզերին ասենք, մենք կգանք ձեր խնդիրները կլուծենք։ Կյանքը ցույց է տալիս, որ բացի հանրապետականից կայանա այդ համակարգը։ Գիտեք, բացի հանրապետականից, բացի դաշնակցությունից եւ եւս մի քանի կուսակցություններից իրենց մարզային կառույցները չեն պահում, մնացածը փակում են։ Այսինքն կապը մարզերից չի մնում հետո։ Լավ, ավարտվեց մեր ժամանակը, կարծում եմ այդ զրույց ստացվեց, շնորհակալ եմ զրույցի համար, նաև հաջողություն, Աստված ցուցակում լինեք հանրապետական։ Ես ճիշտ ասած չեմ կարծում, որ դա այդքան կարևոր խնդիր է, որ Աստծուց նաև օգնություն խնդրենք, իմ համար ամենապես դա այդպես չէ, եթե ես լինեմ էլ ծառայելու եմ իմ պետությանն, իմ կուսակցությանը։ Շնորհակալություն ձեզ։ Երկրի հարցի ծրագրի եթերում ես զրուցում էի Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մենուա Հարությունյանի հետ։ Լավ մնացեք։